Երևի հավատացած 15-րդ դպրոցներից էլի ասենք, մենք հատուկ, երբ որ մեր միջնորդությունը ներկայացնում ենք, մենք ոչինչ չենք ասել։ Մենք ասել ենք ինչ է ասել նախագահը։ Մենք ներկայացրել ենք ձեզ նամակը եւ ասել ենք լսեք ինչ է ասում նախագահը։ Ասենք չպիտի հաց տան դու ինչ ես ասում, կամ աշխատան դու ինչ ես ասում։ Արդեն նախագահը գրել է ասել է եթե որոշենք Մեղադրակ կողել մահաձայնություն կստանան, վերջ, ընդ որում դա ասել են են պայմաններում, երբ որ պարոն Գևորգյանի հարցը քննարկվել է, մանրամասն տեղեկատվություն ունեցել, ընդ որում դիվանի դիտորեն ներկայացուցիչը երբ որ եկել է եւ ասել չի գրել էլի, որ չեն հասկանում էլի, ասել է ոնց որ ինձ չկարողացան բացատրել էլի, բայց դիվանագիտական լեզուն մեծ դա է, էլի, այսինքն ինքը հասկացել է, դա որ չեն հասկանում ես ինչ անհարպես էքսիստիտուտը, ու ունգերին քրական հետապնդում տերմինների հետևից, այս է դրել ներկայացուցիչը, հիմա մենք նույն բանն ենք անում, այս մարդը ասել գնացել է, հետո դրանից հետո նախագահը նամակ ա գրել, ասել է եթե որոշեք անկախ տենց բան անեք, եկեք նույնություն ստացեք, հիմա մենք սա քննարկման հարց չունենք, այդ հարցը լուծվել է, ասել եմ ձեզ, որ եթե պիտի այդպիսի բան լինի, պետք է հաղթահարեք, եթե ոչ իրավունք չունեք։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես 14-15-րդ դպրոցին, պարոն Գևորգյանը արդեն ասեց, որ 14-րդ դպրոցի լույսի ներքո էլ մենք խախտումը տեսնում ենք։ Եվ այս իմաստով էլ այո պետք է անդորմխելիության հարկ բարձրացվի եւ այո պետք է հաղթահարվի անդորմխելիությունը։ Ինչու՞, որովհետեւ բազմաթիվ հարցեր կան, եւ նաեւ մյուս դատարաններում այդ հարցերը բարձրացան, նաեւ այս գործի լույսի ներքո, երբ որ համապատասխան քաղաքացիական հայտը ներկայացել, այդ ամբողջը արվել է նաեւ այն բանից հետո, երբ որ պարոն Գևորգյանը համապատասխան ելույթ անեց Եղիազարյան, եւ այդ կապը ակնհայտ է, օրերով, ժամերով եւ այլն, այս ամեն ինչը ակնհայտ է։ Ուստի հիմա կանգնել եւ ասել, որ այդ հաղթահարման հարաբերությունը չկա, այդ մենք չպիտի որոշենք, արդեն ասել է, որ կա Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես ազգային ժողովի արդեն պատգամավորի անդրադառնության հաղթահարման խնդրի, ապա մի կողմից շատ հատված մտածողը, հոմ հակատարը 4-4 կետ։ Ես ասեմ չկա այդպիսի բանի, կամ մետանին չընդի գրեցա, այդ 4-4 կետում անգր, 4-4 կետում ինչ անգր, ընդհանրապես փոփոխության, մեղադրքի փոփոխության մասին որևէ բան կա, իրապես մեջ ընդհանրապես չկա։ Խոսքը լինում է, եթե եղել է հետապնդում, կարող է հետապնդումը շարունակվել, թե ոչ, չեն ասել է հետապնդումը, կարող փոխվի իրական հետապնդումը, թե ոչ։ Ինչ է ասում ընդհանրապես սահմանադրական 4-4 կետում, սահմանադրական դատարանը։ Ասում է, մյուս կողմից սահմանադրական դատարանը արձանագրում է, որ եթե անձնական իրական հետապնդում հարուցելու եւ նրա պատգամավորի կատարած ձեռքերի միջև ժամանակային խոսում ինքնին վկայում է իրականացվող հետապնդման եւ պատգամավորի օրգանական գործունեության կապի բացակայության մասին հարուցում, այսինքն մինչեւ այդ հարուցվածա եղել։ Դրանից ամենևի նույն կերպ չի կարող ուղղեցվել, այն որ ժամանակային այդ խզման ինքնաբերաբար ապահովում է նաեւ ազգային ժողովի որպես օրենսդիր իշխանության մարմնի անկախությունը եւ դրա անխափան դրամանան գործունեությունը։ Քանի որ նույնիսկ նման իրավիճակում չի բացառվում, որ տեղ գտնեն անձի իրավունքների այնպիսի սահմանափակում, որը արտասի բացառի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերված անձի խորհրդանական գործունեության հնարավորությունը ընդհանրապես, որպես հետևանք հանգեցնելով ազգային ժողովի աշխատանքի խաթարման, վտանգելով ազգային ժողովի անկախությանը ընդհանրապես, այսինքն այդ 4-4 կետն է։ Ինչ է ասում, հարուցել ես, դա հարուցել ես, հիմա ես անհրաժեշտություն չկա, որ գա դու համաձայնություն ստանաս, եթե դա մինչև դա հարուցած եղել է։ Հարց չի քննարկել նոր մեղադրանք առաջադրման, չի քննարկել ընդհանրապես։ Եվ բացի դրանից կա արդեն իսկ նախադեպ, որ Կարեն Մարգարյանի հարցը քննարկվել է, այսինքն եղել է մինչև այդ հարուցած գործ, մինչև իր պատգամավոր դառնալը, միևնույն փաստերն են եղել այնտեղ, հետո նախաքննության ընթացքում վերավորակել է, այսպես ասած, նոր մեղադրանք առաջադրել եւ մտել են այն նույն փաստերը, որոնք իր ժամանակ քննարկվել են, այն նույն փաստական հանգամանքները ազգային ժողովի առաջ դրվել են եւ ազգային ժողովի նույն վկաները, տեսնեք, վկաները գործերով եւ այլն, եւ նաեւ
հարցած է եղել արդեն իսկ մինչև պատրահավոր լինել, այդ նույնը քննարկել է ազգային ժողովում։ Մենք էլ ենք ասում ենք, չէ, հիմա ինչ ասում դատախազն ասում է, նախավարության ընթացքում էս ինչ որ սահմանված, դատարանում մենք ինչ որ սահմանված։ Հիմա արդեն դրա մասին շատ երկար խոսեց։ Դատարանի հաշվետվման է շարքած։ Պարոն Գևորգյանը արդեն ասեց, որ եթե հաղթահարվի, այդպես, իսկ եթե օրինակի համար մեղադրանք չի փոխվում ընդհանրապես, այսինքն միշտ դա հարուցած է եղել, դատարանն է գնաց խորհրդակցական սենյակ եւ որոշեց, որ ինքը պետք է նոր մեղադրանքով ինչ-որ վերդիկտի ունենա օրինակի համար։ Նման պայմաններում ինչ պետք է լինի, լինի սահմանադրական դատարան հարցրել։ Դա էլ ասում ենք լինի սահմանադրական դատարան։ Հարցրեք, լավ, իսկ այս դեպքում պիտի հաղթահարվի, թե չպիտի հաղթահարվի։ Մի իրավաբանը կասի դեպքում պիտի հաղթահարվի, մեկը կարող ասի պիտի հաղթահարվի, ես օրինակ ասում եմ պիտի հաղթահարվի։ Պարտավոր է հաղթահարվի։ Որովհետև ինչ կապ ունի, թե որ փուլում է գտնվում, փուլերը ոչ մի նշանակություն չունեն անձնարարության հետ կապված։ Դուք եկավ գտնեք սահմանադրության մեջ մի հատի եկտող տար, չգիտեմ, որտեղ կարող ասում եմ նախաքննության փուլում էսպես, դատաքննության փուլում էսպես, չեք գտնի, ասում եմ հաղթահարեք։ Այսպես ամբողջ որ մենք չենք ուզում ոչ մի սա հասկանանք, եւ երբ որ դատախազն էլ ասում է, որ այդ տերմինները յուրաքանչյուր գնահատական մեկնաբանվի էսպես եւ մեկնաբանվի այնպես, հագելի մեղադրողականների կասի հագելի դատարան, ձեր համաձայն չեմ եկած, դատախազն մեղադրող էքսեցիկ, նույնականացրեցիկ, սա է գլխում, նա է գլխում եւ այլն, այդտեղ դες ձեռնատու էր, այդտեղ արդեն օրենքը մեկնաբանվեց այնպես, որպես որ ձեր ձեռնատու է, որտեղ բացարկը չհայտնվեց ձեզ, չընդունվեց հայտնված բացարկը, իսկ այս պարագայում արդեն լրիվ ուրիշ ձևով եք մեկնաբանում, գլուխը տաղը, կետը, հոդվածը, մենք ինստիտուտը պետք է հասկանանք, վերջին հաշվով, այդ անձնահեղության ինստիտուտը պետք է լինի, թե չպիտի լինի։ Թե պետք է մենք հիմա ներդնենք այնպիսի մեխանիզմներ եւ այսօր դատարանը իր որոշմամբ այնպիսի մեխանիզմներ է դնում, որ շրջանցելու են անդադար պատգամավորական անձնահեղությունը։ Այսինքն նախաքննությունը վերցնելու են, վերելու են նախաքննության ընթացքում, ծածկողելու են, վերելու են, մտցնելու են գործը դատարան, հետո այստեղ մեղադրանքը փոխելու են, այստեղ էլ ապացույցները հավաքագրելու են, ոնց որ ամենաշատ քրեական գործերում նաև ապացույցների հավաքագրման ընթացքը, որ անում են դատարանը։ Այսինքն դուք ստեղծում եք մի մեխանիզմ, որը հնարավորություն եք տալիս շրջանցելու պատգամավորական անձնահեղություն եւ այդ ինստիտուտը ընդհանրապես ոչնչացնում է։